Վարչապետը ընդդիմադիրներին համբալով դիմելուց հետո դեռ ներողություն չի խնդրել։ Նրա մամուլի խոսնակն Ազատության զանգերին չի պատասխանում, որպեսզի հարցնենք Նիկոլ Փաշինյանը այդպիսի մտադրություն ունի, թե ոչ։ Մինչ այդ ազգային ժողովի նախագահն է հայտարարում, ոչ թե կառավարության ղեկավարը, այլ Հայաստան խմբակցության անդամները իրենք պետք է ներողություն խնդրեն Փաշինյանից։ Ըստ Ալեն Սիմոնյանի, նրանք են հրահրել երեկվա միջադեպը։ Այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լկտիության, պահվածքի հետևանք էր։ Ընդդիմությունից վարչապետի պահվածքն ու խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեցրած հայտարարությունները համարում են սպառնալիք։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը ընդգծում է, Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն պետք է կրի նաև վիրավորանքների համար։ Չբացառեց, որ կդիմեն իրավապահներին։ Մինչդեռ գլխավոր դատախազը այսօր խորհրդարանում միջադեպն արդեն որակեց քաղաքական։ Ընդդիմադիր պատգամավորը տարակուսած է, ինչպես է գրեթե ամեն օր կրթելուց եւ կրթվելուց խոսող երկրի ղեկավարը այդ բառապաշարն օգտագործելուց հետո շարունակելու մարդկանց կրթել։ Եթե մենք կրկնում եմ նորմալ երկիր լինեինք, ինքը պետք է ներողություն խնդրեր։ Պարտադիր պետք է ներողություն խնդրեր, որովհետև այդ ամեն ինչը լսել ենք ոչ միայն մենք, այլ նաև հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, հետեւաբար դա իսկապես նաև քաղաքական խնդիր է, որ ինքը պետք է ներողություն խնդրի։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչ երկրում ենք ապրում, երբ ազգային ժողովի նախագահան կարող է թքել, հետեւաբար ինքն էլ կարող է այդպես հանգիստ նման բառապաշար օգտագործել, որ ես ցանկություն չունեմ նույնիսկ կրկնելու։ Վարչապետն ու կառավարության անդամները երեք խորհրդարանում պատգամավորների հարցերին էին պատասխանում։ Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավոր հարցրեցին. ինչու են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող եւ կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները։ Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու։ Բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղից պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Այսօրվա մամուլում մի սարսափելի պատմություն է հրապարակվել ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի իրականացրած առևանգումների եւ ահաբեկումների մասին։ 9 տարի առաջ հենց այսպես թերթը ձեռքին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պահանջում էր, որ իրավապահները մամուլի հրապարակմանը ընթացք տան եւ քրեական գործ հարուցեն։ Այլապես կստացվեր, որ ծառայում են օրվա իշխանությանը։ Երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը մամուլի հրապարակումների վերաբերյալ փոքրինչ այլ էր։ Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն։ Աննա Գրիգորյանը հակադարձում է վարչապետին։ Մամուլը դատական իշխանություն չէ, բայց իրավապահները մամուլի հրապարակումներին այն էլ կոռուպցիոն բնույթի պետք է ընթացք տան։ Իսկ դա ըստ պատգամավորի չի արվում Փաշինյանի քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Կոռուպցիայի դեմ պայքարը, որ Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, ըստ Գրիգորյանի տապալված է։ Ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ են իրենք թաղված, ոտից գլուխ։ Եվ ամեն անգամ, երբ փոքր ինչ հիշատակում ես կոռուպցիոն որևէ սխեմա, այո, Նիկոլ Փաշինյանը այսպես ճտիկը միանում է ու սկսում է գոռգռալ, որովհետև ինքը լավ է հասկանում։ 7 տարի առաջ եկել ասում էր ժողովուրդ գալիս եմ իշխանության, որպեսզի այլևս կոռուպցիա չլինի, 7 տարի անց իրենք բոլորը ոտով գլխով այսպես ընկել են կոռուպցիայի մեջ։ Դա է, որ իրանց անհանգստացնում է։ Ազգային ժողովի նախագահը այսօր պնդում էր, ընդդիմադիրները կոռուպցիայից պետք է չխոսեն, որովհետև հենց իրենք են կոռումպացված։ Գալիս ասում են, գիտեք ինչ, այս գործով հələ որ որևիցե մեկը հավաքված չի, հələ որ որևիցե մեկը արված չի, բա իհարկե պետք է պորտկես, պորտկում առաջացնում, բա դու գիտես ինքը քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ որտեղ նաև քրեական գործեր կան, այո, կան գործեր, որոնք շարունակվում են, ու այո, ինչ որ մարդկանց հետևից գալու է այս նույն դատախազը, գալու է, պատժվելու են այդ մարդիկ։ Հայաստան խմբակցության պատգամավորը ընդգծում է, այսօր լրացավ Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին, ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու բոլոր լծակները նրա ձեռքում էին։ Թող բացահայտեր, ոչ թե 7 տարի անց ամբիոններից սպառնալիքներ հնչեցներ։